Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստանում է Ահլ Ալ-Բեյթի համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կայացած հանդիպման ժամանակ հայոց հայրապետը ողջունելով Այաթոլլա Ախթարիի այցը Հայաստան նշեց, որ նման այցերը ոչ միայն նպաստում են միջկրոնական երկխոսությունների զարգացմանը, այլ նաև դրական ներգործություն են ունենում հավատացյալների համար, ովքեր օրինակ վերցնելով հոգևոր առաջնորդներից ձգտում են ապրել խաղաղության եւ համերաշխության մեջ։ Նորին սրբությունը կարևորեց փոխայցերն ու երկխոսությունը հատկապես հիմա, երբ աշխարհում բազմաթիվ ոճրագործություններ են տեղի ունենում, շահարկելով կրոնական գործոնը։ Վեհափար հայրապետը շեշտեց, որ ինչպես քաղաքական գործիչները, հոգևոր առաջնորդները եւս կարևոր դերակատարություն կարող են ունենալ այդ ոճիրները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու գործում։ Ահլ Ալ-Բեյթի համաշխարհային համագումարը աշխատում է աշխարհի 130 երկրների շիա կենտրոնների հետ։ Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին նորին սրբությանը ներկայացրեց համագումարի գործունեությունը, նշելով, որ իրենց գլխավոր նպատակը աշխարհում խաղաղության հաստատումն է, ինչպես նաև դժվար կացության մեջ հայտնված երկրներում բնակչությանն օժանդակելը, նյութապես եւ բարոյապես։ Համագումարը 20 լեզվով կրոնական գիտելիք է փոխանցում իր կայքից օգտվողներին։ Ամեն տարի բազմաթիվ գրքեր ու նյութեր է հրապարակում ավելի քան 56 լեզվով։ Ահլ Ալ-Բեյթի համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղարը եւս կարևորեց այսօր մարդկության առաջ ի հայտ եկած մարտահրավերների հաղթահարման գործում հոգևորականների դերը եւ նշեց, որ համատեղ քայլեր պետք է ձեռնարկվեն, միջկրոնական հանդիպումներ անցկացնելով, հայտարարություններ ընդունելով։ Անդրադարձ եղավ նաև Հայաստան-Իրան բարեկամական կապերին, հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։ Վերջինիս տեսանելի վկայություն նկատելով իրանահայ համայնքի ազգային եկեղեցական կյանքը, նորին սրբությունն ընդգծեց, որ դա քրիստոնյա եւ իսլամ ժողովուրդների խաղաղ ու համերաշխ համակեցության գեղեցիկ օրինակ է։ Աստղիկ Հակոբյան, Գևորգ Հավաքյան, Եկեղեցական կյանք։ Մայրաթորում էր Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի ղեկավար մարմինը, որը ժողով գումարեց նոյեմբերի 25-ին։ Հայաստան են եկել ղեկավար մարմնի օրթոդոքս, կաթոլիկ, լյութերական, մոտ 30 պատվիրակ տարբեր երկրներից վաղ առավոտյան Մայրաթորում եզնիկ arczepiskopos Պետրոսյանի հանդիսապետությամբ համատեղ աղոթք հնչեց։ Եզնիկ Սրբազանն իբրև հայ հոգևորական ընդգրկված է կոնֆերանսի ղեկավար մարմնում։ Մայրաթորի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նաթան arczepiskopos-ը բացման խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս տարվա միջոցառումներին 1.5 միլիոն նահատակների սրբադասմանը զուգահեռներ անցկացրեց առաջին համաշխարհայինի եւ մեր ժամանակների միջև, երբ ըստ Սրբազանի նմանատիպ սցենարով կրկին ճնշում եւ սպանում են քրիստոնյաներին։ Երբ այսօր ուսումնասիրում ենք Արևմտյան Եվրոպայի տնտեսական վիճակը, առհասարակ ողջ Եվրոպան, որի մասն էլ Հայաստանն է, չենք կարող անտարբեր մնալ ահաբեկչության խնդրի, ներգաղթյալների հոսքի ճգնաժամի նկատմամբ։ Դրանք կքննարկենք մեր այս երրորդյա հանդիպման ընթացքում։ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը խաղաղության, արդարության եւ հաշտեցման կոչ անող էկումենիկ քրիստոնեական կազմակերպություն է, որ միավորում է Եվրոպայի քրիստոնյա եկեղեցիների մեծամասնությանը՝ բողոքական, ուղղափառ, անգլիկան, հնավանդ կաթոլիկ, բարեկարգյալ եւ այլ քրիստոնյա եկեղեցիներին միավորող կազմակերպությունը հիմնվել է 1959-ին, այսօր արդեն անդամակցում են շուրջ 125 եկեղեցի։ Քրիստոնեական այս կառույցը երկրորդ աշխարհամարտից հետո բաժանված Եվրոպայի ազգերի հաշտեցմանը նպաստող նպատակով է ստեղծվել։ Հանդես է գալիս նաև եկեղեցիների ու դավանանքների միջև էկումենիզմի ոգուն հարազատ փոխադարձ հարգանքի եւ համագործակցության հաստատման համար։ Թեպետ մենք առանցին եկեղեցիներ ենք, այնուհանդերձ արմատապես մեկն ենք, խաչն է միավորում համայն մարդկությանը, ասում է կազմակերպության ղեկավար անգլիկան եկեղեցու եպիսկոպոս Քրիստոֆեր Հիլը։ Նա ցույց է տալիս իր կրած հայկական խաչը, այն Վազգեն Վեհափարն է նվիրել տարիներ առաջ դեռ սկսնակ հոգևորականին։ Այս խաչն ինձ նվիրվել է հայկական սարսափելի երկրաշարժից հետո։ Շատ ու շատ տարիներ առաջ Բրիտանիայում անգլիկան arczepiskopos-ի գլխավորությամբ մեծ արշավ հավաքագրվեց եւ ես այդ արշավի անդամ էի։ Այդ ժամանակ Վեհափար հայրապետի կողմից արժանացա այս խաչին։ Մենք որպես քրիստոնյաներ շատ նմանություններ ունենք։ Մենք լոկ քրիստոնյաներ չենք Եվրոպայից։
Մենք մարդիկ ենք, որ ապրում են քաղաքականությունների, հավատքների խաչմերուկում։ Մենք խոսք ունենք ասելու Եվրոպայի ոգուն, այդ իսկ պատճառով այստեղ ենք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում երրորդյա նիստի ընթացքում քրիստոնյա պատվիրակները քննարկեցին աշխարհում տիրող իրավիճակը, մերձավոր արևելյան պատերազմները, քրիստոնյաների նկատմամբ կիրառվող բռնությունները։ Հիմնական հարցերից մեկն էլ ապագայի 2016-ի տեսլականի ռազմավարության քննարկումն էր։ Ըստ էության այս կառույցն ուսումնասիրում է հարցերի լուծման հնարավորությունները։ Եկեղեցական էկումենիկ կառույցները, միջեկեղեցական էկումենիկ որևէ բան փոխելու համար չեն, որևէ բան ավելի խորհրդատվության, միասին իրար հետ համագործակցելու հիմնական առաքելություն ունեն։ Նույնիսկ եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որ էկումենիկ ամենամեծ կառույցն է, ունի ոչ թե որևէ բան փոխելու, այլ եկեղեցուն օգնելու, որպեսզի եկեղեցիները գան միասին միության, միասին աշխատելու։ Հետևաբար եկեղեցիների եվրոպական կոնֆերանսի առաքելությունը այս իմաստով շատ տարբեր չէ։ Ոչ թե փոխել, այլ թերևս նպաստել, որ որևէ բան փոխվի։ Լուծումները, որոնք առաջարկում ենք, հարկավոր է քննարկել քաղաքական գործիչների հետ։ Կարևոր շեշտադրությունն այն է, որ այլադավանները մեխանիկորեն չպետք է թշնամի համարվեն։ Փարիզում, Մալիում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների ետևում կանգնածներն են թշնամիներ, սակայն շատ զգույշ պետք է վերաբերվել մյուսներին, չորակելով նրանց որպես բռնակալներ։ Ուստի փորձում ենք քաղաքական այդ քննարկումներին մարդասիրական երանգ հաղորդել։ Մենք քաղաքական գործիչներ չենք եւ մենք չէ, որ պետք է խնդիրներ լուծենք, սակայն այս քննարկումներում փորձում ենք քրիստոնեական մոտեցումն առաջ քաշել։ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի ղեկավար մարմնին ընդունեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Զրույցի ընթացքում նա ընդգծեց, վերջին տարիներին հայերը միջոցներ են ձեռնարկում հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Ճանաչման եւ դատապարտման միջոցով հնարավոր է կանխարգելել պատմության կրկնությունը։ Հայրապետը նշեց, որ հատկապես Ֆրանսիայի ահաբեկչությունից հետո քրիստոնյա աշխարհը պետք է եզրակացություններ անի եւ միավորվի ընդդեմ նման արարքների։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի մասնակիցներն իրենց երրորդյա ժողովի երկրորդ օրը սկսեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելով։ Մեր երկիր ժամանած յուրաքանչյուր պատվիրակության այցելության պարտադիր վայրերից է այս համալիրը։ Այստեղ բոլորն են ծունկի գալիս, աղոթում եւ արդեն սրբերի բարեխոսությունը հայցում։ Այս տարի մեր եկեղեցին սրբադասեց հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ In the name of the Father and of the Son and of the Holy Spirit. Հոգևորականներն այլևս ոչ թե հոգեհանգստյան, այլ բարեխոսական կարգ են կատարում։ Կոնֆերանսի մասնակիցներից շատերն առաջին անգամ էին այստեղ, օրինակ Յուլիա Վիդովիչը, ով Սերբիայի ուղղափառ եկեղեցին է ներկայացնում։ Հայաստանի մասին մինչ այցելությունը միայն լսել է։ It is the sacred place and the emotion is so strong. And we feel Ասես սրբավայրում լինենք, զգացմունքներս անպատմելի են։ Ցեղասպանության վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ ունենք, թե երբ է տեղի ունեցել, որքան մարդ է նահատակվել, բայց այս այցելությունից հետո շատ ավելին իմացանք։ Սերբիական ուղղափառ եկեղեցին ու սերբ ժողովուրդը շատ մոտ են հայերին։ Պատմության նմանատիպ էջեր ունենք։ Այն, ինչ կատարվել է հայերի հետ, ինքներս ենք զգացել ու վերապրել։ Գուցե այլ հարթություններում, այնուհանդերձ հայ ժողովրդին մենք սրտով ու մտքով զգում ենք։ by heart and by thought to the Armenian people. Կոնֆերանսի մասնակիցները եղան Ցեղասպանության թանգարան ինստիտուտում, ծանոթացան ցուցադրությանը հայոց ցեղասպանության պատմությանն առավել մանրամասնորեն։ Քենթերբերիի arczepiskopոսությունը ներկայացնող Լեսլի Նաթանայելն օրինակ ասաց, որ իրենք վերջերս պատարակ են մատուցել հիշատակ հայոց եղերնի զոհերի եւ որ միշտ են աղոթում հայ ժողովրդի համար։ Հայր Լեսլին առաջին անգամ է մեր երկրում։ Նրան գրավել է ուղղափառ եկեղեցու նկատմամբ մեր եկեղեցու հյուրընկալությունն ու ջերմությունը։ I think what is important is the Կարծում եմ ցեղասպանության ճանաչման գործընթացում շեշտը պետք է դնել պատմության կարևորության վրա։ Անցյալի հիշողությունից է կախված, թե ինչպես ենք մենք այսօր ապրում։ Այս թանգարանն իր մեջ շատ հիշողություններ ու պատմական փաստաթղթեր է պարունակում, որոնք հուսով եմ նաև մեր աղոթքներով ի վերջո իրենց նպատակին կծառայեն՝ հանուն մարդկության բարօրության ու խաղաղության։ place for all human beings. Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի մասնակիցներն այցի վերջին օրը եղան նաև մեր հնամենի սրբավայրերից մեկում՝ Գեղարդավանքում։ Մերի Հովսեփյան, Գարեգին Պապոյան, Եկեղեցական կյանք։
Արմավիրի թեմի հովանու ներքո իր համեստ միևնույն ժամանակ խոսուն գործունեությունն է ծավալում ընտանիք եւ համայնք հասարակական կազմակերպությունը։ Իրագործվող ձեռնարկները բազմաթիվ են՝ կանխարգելման եւ վերականգնողական, վաղ հայտնաբերման եւ ճգնաժամային միջամտության ծրագրերից մինչեւ բազմաթիվ մշակութային արհեստագործական խմբակներ։ Մեծամորձի հարյուրավոր դպրոցականներ դասերից հետո հաճախում են կենտրոն եւ ինքնատիպ կամուրջ հանդիսանում ընտանիք, համայնք, եկեղեցի փոխգործակցության համար։ Հասարակական կազմակերպությունը առանձնանում է նրանով, որ գործում ենք անմիջապես թեմի հովանու ներքո եւ սա մեզ համար մեծ հպարտություն է եւ լինելով մենք ինքներս բարեգործական հասարակական կազմակերպություն, որ տարեկան 130-ից ավելի երեխաներ ենք սպասարկում եւ 100-ից ավելի ընտանիքներ։ Օրերս Արմավիրի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի աջակցությամբ Կենտրոնի արևածաղիկ երգչախումբը հյուրընկալվեց Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը։ Տիկին Քնարիկը հիշում է, որ երեխաները մանկատուն այցելելուց հետո ապրումներ էին ունենում, խնդրում էին այլևս չգնալ նման հաստատություններ, սակայն կարծրատիպերը աստիճանաբար կոտրվեցին եւ պարզ մարդկային հույզերին փոխարինելու եկան պատրաստակամությունը եւ կարեկցանքը։ Անշուշտ կարևորում ենք, որպեսզի մեր երեխաները եւ մեր ընտանիքները իրենք էլ սովորեն բարեգործություն անել։ Երբ որ տեսնում ենք դժվար վիճակում հայտնված մեկին, ոչ թե պիտի արտասվենք, կարեկցենք ու անցնենք, այլ մտածենք, թե ինչպես գործուն աջակցություն ցույց տանք տվյալ երեխային կամ տվյալ ազնվորությանը։ Եվ այդպես դարձավ բարի ավանդույթ այցելել, ուրախություն տանել, նվերներ տանել, մի ուրախոր պարգևել։ Ցավալի է, բայց փաստ է, որ այսօր մեր մանկատներում կան շատ երեխաներ։ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որպեսզի յուրաքանչյուր երեխա ապրի ընտանիքում։ Տարիներ առաջ ընտանիք եւ համայնք հասարակական կազմակերպության հարկի տակ Լոս Անջելեսում գործող Արին ընթերցասեր կանանց ակումբի հովանավորությամբ բացվեց հյուսքի խմբակ։ Սփյուռքահայտիկնայք թելեր եւ անհրաժեշտ նյութեր են տրամադրում։ Խմբակ հաճախող երեխաներն ու նրանց մայրիկներն էլ տակ հագուստ են գործում անապահով ընտանիքների երեխաների համար։ Այս անգամ իրենց ձեռքի աշխատանքները մեծ խմբականակով նվիրեցին Մարի Իզմիրլյանի անվան մանկատան փոքրիկներին։ Երբ իմացանք, որ պետք է մանկատան երեխաների համար գլխարկներ գործենք, բոլորս շատ արագ ոգևորված գործում ենք ու անհամբեր սպասում ենք, թե երբ պետք է մեր գործածները նվիրենք, որովհետև մի անգամ նվիրել ենք ու տեսել ենք երեխաների ուրախությունը։ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հյուրերն են նաև Հովանեսը եւ Հուսիկը։ Տղաները տարիներ առաջ են գտել իրենց ընտանիքը եւ սիրելի մայրիկի հետ հաճախ այցելում են իրենց ընկերներին։ Հովանեսը երգիչ է, Հուսիկը դերասան։ Նրանց ընկերներն էլ վստահաբար չբացահայտված տաղանդներ ունեն, որ սիրո եւ խնամքի շնորհիվ կդրսևորվեն մի օր։ Լիաննա Չիչակյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Գրափարի թեմայով քննարկումն ամփոփեց Գրափարյան օրեր ծրագրի 1 տարվա արդյունքները։ Անցյալ տարի Սուրբ Թարգմանչած տոնին մեկնարկեց Արարատյան հայրապետական թեմի այս ծրագիրը, որին աջակցում էին նաև Կրթության եւ Գիտության նախարարությունը եւ Երևանի քաղաքապետարանը։ Մենք անում ենք մի շատ շնորհակալ գործ եկեղեցու շնորհիվ, այդ խնդիրը դրված չէ նոր առարկա ներմուծելու, համատարած ներմուծելու, պարտադրելու երևույթի մեջ, խնդիրը դրված է դեռ առաջին քայլերն անելու, որպես լրացուցիչ կրթական ծրագիր, որպես արտադասարանային աշխատանք, որպես հայագիտության զարգացման տարբերակ երեխաներին տալ տարրական գիտելիքներ գրափարի մասին, ստեղծելով հետաքրքրաշարժ ուսումնական նյութեր։ Գրափարյան օրեր ծրագրի շրջանակում Երևանի մի շարք դպրոցներում իրականացվել են գրափարի ընթերցումներ, բաց դասեր, քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր եւ ուխտագնացություն։ Կազմակերպվել է գրափարի առաջին օլիմպիադան, որին մասնակցել են պետական եւ մասնավոր դպրոցների 9 տասնյակ պատանիներ։ Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ 45 ուսուցիչներ հնարավորություն կունենան թարմացնելու գրափարի վերաբերյալ գիտելիքը։ Ինչ որ անում ենք, մեր հայ ժողովրդի ոգեկան զորության համար ենք անում, որպեսզի ինքը վերարտնասի իր մեջ ոսկեդարյան ոգին, ոսկեղենիկ հայերենի միջոցով։ Ահա ամբողջ այս ձեռնարկի գերագույն եւ գլխավոր նպատակը։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում արդեն 20 տարի գրափարը մայրենի լեզվի բաղկացուցիչ է։
Աշոտ Բլեյանը վստահ է, գրաբարը կարող է կենդանացնել հայոց լեզվի այսօրվա արհեստական դասավանդումը։ Երբ 5-ից 8-րդ դասարանցին մայրենիի վրայից մաքրի փոշին ու ժանգը եւ հասկանա հոգեվոր երաժշտությունը, ծեսերն ու բարեվանքությունները, կփոխվի երեխայի կյանքը։ Գրաբարի ուսուցումը կարևոր է մի շարք պատճառներով։ Որպես հոգեվոր երաժշտության համար անհրաժեշտ միջոց, որպես մարդու հացիսականացված կյանք, մարդու, որպես ընտանիք մտնելու նաև միջոց։ Տեսեք, երբ որ մենք մեր ֆլեշմոբեր ընտանեկան նախագծերի որպես լրացուցիչ կրթություն գրաբարյան բաներ էին մտնում առաջադրանքներ, ասում էին դա կվանի ընտանիքում, բայց հակառակ ամենաաշխուժ բաները դարձան։ Այսինքն մեկ էլ հանկարծ ընտանիքն է սկսում տեսնել, որ ինքը կրում է այդ գրաբարը։ Շատ ձևեր, դարձվածքներ, բառեր, կապակցություններ եւ այլն գրաբարյան են։ Պետք է դնենք նպատակ մի գեղեցիկ օր անցնելու նման այս ծրագրի իրականացմանը բոլոր դպրոցներում, բայց այդ նպատակին հասնելու համար կուտակենք համապատասխան ներուժ, կուտակենք համապատասխան որակավորում ունեցող մանկավարժական պոտենցիալ եւ ստեղծենք ուսումնական բովանդակություն։ Այսօր մենք հայտնվել ենք անհասկանալի մի իրողության առաջ, ասում են մասնագետները։ Միմյանց չեն հասկանում արևելահայերենի եւ արևմտահայերենի կրողները, իսկ ժամանակակից երկու հայերենի հիմքը գրաբարը պահպանվում է միայն եկեղեցական ծեսերի շնորհիվ։ Մինչդեռ հայագետ Հակոբ Քյոսեյանը, հղում անելով մխիթարյան հայրերին, պնդում է, որ Ադամն ու Եվան Եդեմում խոսել են գրաբարով։ Հին հայերենն ունի դասական լեզուներին հատուկ հոգևոր եւ զգացական բովանդակություն, երգեցիկություն, որը չի փոխանցվում ժամանակակից լեզուներով։ Եկեղեցում ինձ համար գրաբարով մի կտոր կարդալը, այդ ձայնը լսելը, չգիտեմ, լավ եմ կարդում, վատ եմ կարդում, խնդիրը դա չէ։ Ես երաժշտություն եմ լսում, ես ձայներ եմ լսում, որ իմ երևանյան բարբարի մեջ կարող է ես չեմ լսում, բայց այդտեղ ես դա լսում եմ։ Ուզում ասեմ, արդյունքը մարդն է, այսինքն նա ավելի ոգեղեն դարձավ։ Տեր հայր, զի կարևորենք զուսուցումն զլեզու նախնյաց մերոց ի դպրոցս մեր։ Շատ մեծ հարստություն ունենք, հարուստ ժառանգություն ունենք, որը գրաբարով է։ Եվ մեր ազգի տեսակի պահպանման համար շատ կարևորագույն է, որ մեր մատաղ սերունդը գիտակցի այդ արժեքը։ Եվ երկրորդը, որը պակաս կարևոր չէ, որ ցանկացած պահի եկեղեցի մտնելով տվյալ անձը հասկանա ինչ է կատարվում, խորհուրդ է։ Կրթության եւ գիտության նախարարի հավաստմամբ դեռ վաղ է խոսել գրաբարը որպես պարտադիր առարկա կիրառելու մասին։ Սակայն վստահաբար այն մեր լեզվամտածողության հիմքն է, մեր ինքնության բաղկացուցիչը։ Չափազանց մեծ է հին հայերենի ազդեցությունը արդի հայերենի վրա, ուստի գրաբարի ուսուցումը չի կարող ավելորդ լինել։ Արչևում գրաբարյան օրեր ծրագրի երկրորդ փուլն է եւ գուցե մի օր Մատենադարանի ձեռագրերը հենց այս աշակերտները վերցանեն։ Ժաննա Սարգսյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։